վերլուծության կարիք կա։ Պետք է մտնեմ sense վերլուծական դաշտի մեջ, ինչը այդքան էլ sense այս ֆորմատին չի համապատասխանում։ Միգուցե մասնագետների հետ մի կողոր սեղան կանենք եւ կփորձենք այս հարցի 2021 թվականին իր ասուլիսի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն չբացառեց միութենական պետություն մտնելու իր ցանկությունն ու պատկերացումները, այլև վայրկյաններ անց մտավերլուծական դաշտի մեջ ու երկնեց։ Այնուամենայնիվ ավելի մեծ միավորի մեջ տեղավորվելու կարիք կա։ Իմ տպավորությունը այնպեսին է, որ մենք ավելի մեծ միավորում տեղավորվելու միգուցե կարիք ունենք։ Ապա Քոչարյանը հավանաբար քննարկեց այս հարցը մասնագետների հետ ու նրան խորհուրդ տվեցին այդ մասին ուղիղ չխոսել եւ խմբագրել նախկին ասածները, սակայն Քոչարյանը միևնույն է չի կարողանում թաքցնել իր գաղափարները։ Եվ եթե տրիպլ լիներ մի 5 տարի առաջ, օրինակ նման հարաբերակցությամբ ես չեմ կասկածում, որ տրիպի 74%-ի այս հարաբերակցությունը նշանակում էր, որ բավական լուրջ նաև հետախուզական կենտրոն էր դառնալու Իրանի դեմ աշխատելու ուղղությամբ։ Հիմա էլ ըստ էության Իրանի ու Ռուսաստանի հետ առանցք ստեղծելու մասին է խոսում։ Նույն գործին է լծվել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նախկինները ցենց-ցենի են տվել։ Տեր-Պետրոսյանն էլ թողած իր կուսակցության վարչապետի տեխնացու Լևոն Զուրաբյանին Կալուգայից եկած ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանի կովքն է կապել ու նրա մեջ է տեսնում դեպի Ռուսաստանի գիրկը նետվելու հնարավորությունը։ Նախկին նախագահի սիրտը բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն 2 է ուզում։ Առաջ անցնելով Տեր-Պետրոսյանին հուշենք, որ ակնհայտորեն այս մեկը եւս նույն արդյունքն է ունենալու, ինչ առաջինը։ Եվ ահա այս երկուսի Քոչարյանի ու Տեր-Պետրոսյանի լեզվի ծերինը Վիտալի Փալասանյանն է բարձրաձայնում։ Հայաստանը պետք է մտնի միութենական պետության մեջ կամ ինչու ոչ խորհրդային միություն 2-ի։ Պարզ եմ ասում, բոլորին պարզ։ Կովկասը դա այս աշխարհակ դեպի հյուսիս։ Այ մեր քաղաքականությունը պետք է լինի հարավ Պարսկաստանի հետ մեր հարաբերությունները շատ լավ պիտի պահենք եւ մենք պետք է լինենք միութենական կազմում։ 100 տարի առաջ ոնց որ եղել է խորհրդային միություն։ Հիմա անունը ինչ կդնեն, չգիտեմ։ Ոնց ես չգիտեմ, այս փուչուր երկրների 2-3 միլիոն բնակիչ ունեցողները մտածել խոսում են մենք ենք, մենք sense կանենք, մենք մեր իշխանությունը, ինքնիշխանությունը աշխարհին պարտք չի կարելի։ Ամոթ է, մի խոսքով փիս ամոթ է։ Մի խոսքով փիս ամոթ է խոսել ինքնիշխանությունից, առավել եւս պայքարել դրա համար։ Միութենիստները, կուբերնիստներն ու սովետիստները դուրս են եկել վերջին մարտի ընդդեմ Հայաստանի Հանրապետության ու այս անգամ էլ ընտրությունների միջոցով են փորձելու երկիրը տանել, մտցնել Ռուսաստանի կազմի մեջ, ինչպես էլ այն կոչվի։ Երեք պարոն Ղուկասյան, ի վերջո դուք կողմ եք, թե ոչ միութենական պետությանը։ Կողմ եմ։ Սարիկ Մինասյանը ասում է ճգնաժամը Բելարուսի սկզբունքով։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար